Ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսօրվա քննարկումը սկսենք կրթությունից, իդեպ կրթությունը միշտ պետք է առաջնային լինի։ Այսօր կառավարության նիստի ժամանակ խոսվել է հենց կրթության մասին, ուսանողների արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը կվերանայվի ֆինանսավորման տեսանկյունից։ Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իդեպ մեզ այն շատերը գուցե հենց այս հարցը բարձրաձայնել են, թե ինչու գերազանց առաջադիմությամբ մեր հարգարժան երիտասարդները չեն մեկնում պետության աջակցությամբ այս կամ այն երկիր, որպեսզի վերապատրաստվեն, չէ որ մեր երկրի հզորացման համար հենց միջազգային ատյաներում լավ կրթություն ստացած մարդիկ են պետք։ Իդեպ քննարկման ժամանակ նշվեց, որ բոլոր կառավարությունների օրոք արդարացիորեն եղել են այդպիսի ծրագրեր տասնյակ, գուցե հազարավոր շրջանավարտներ մեկնել են պետության աջակցությամբ իրենց կրթությունը շարունակելու այս կամ այն երկրի լավագույն համալսարան, բայց այստեղ գալիս է հենց ամենահետաքրքիրը։ Այդ մարդիկ ավարտելուց հետո պարզապես չեն վերադառնում Հայաստան, ետ չեն գալիս եւ դրժում են իրենց խոստումը։ Բարձր աշխատավարձով պայմանագրեր են կնքում համաշխարհային հայտնի ընկերությունների հետ եւ ապահովում են իրենց կյանքը եւ մնում են այս կամ այն երկրում։ Իսկ դուք հետո ասում եք հայրենիք, հայրենասիրություն, ընկերներ, եկեք լինենք անկեղծ։ Կարելի է արդյոք մեղադրել այդ մարդկանց, ովքեր կյանքի մոտ 2 տասնամյակը նվիրում են բարձրագույն կրթությանը եւ հետո ստանում են, ասենք, 150,000 դրամ, 200,000 դրամ, ել չեմ ասում, այնքան անորոշ է մեր իրականությունը եւ ապագան, որ ոչ մի երաշխիք չկա այդ մարդը 150,000-ը կստանա ստաբիլ մինչեւ թոշակի անցները, թե ոչ։ Այդ իսկ պատճառով մի կողմ դնելով արհեստական պաթետիկ այս փաթեթավորումը առաջարկում եմ տեղափոխվել կառավարության նիստերի դահլիճ, որտեղ հենց այս հարցը բուրըն կերպով քննարկվում էր։ Լույս հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետեւաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում պատճառների մեջ չեմ ուզում խորանալ, փաստա, որի հետ պետք է առնչվենք։ Հաջորդը դրանից հետո համանման գործունեություն մենք փորձեցինք պատվիրակել, որպեսզի Իմ քայլը հիմնադրամը իրականացնի, բայց այդտեղ իհարկե տոկոսը որոշակիորեն ավել է 60%-ի չափով, բայց էլի 40% չվերադարձելիություն ունենք, որը պրոբլեմ է, էլի, եւ սա էլի մենք սենց պրոբլեմների չենք անդրադառնում։ Բայց սա ինչ պետք է հասկանանք, չէ՞, սա ինչ երևույթ է։ Թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը կամ ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են, հետ չեն գալիս։ Այսօր խոսվեց նաև տարաձայնությունների մասին եւ ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցրեց, որ իրենց եւ ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցության միջև որևէ խզում չկա։ Մամիջանյանը այս մասին ասեց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանի երկրորդ եւ Հայաստանի երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների եւ խզման վերաբերյալ մի շարք հարցերին, որոնք մամուլում պտտվում են։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տիրաժավորելու մեջ։ Իսկ ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը անդրադարձավ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր մյուս ուժին, հանրապետական կուսակցության ներկայացուցիչների վրա հենվելով ասաց, որ հեղափոխությունը լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Կարծում եմ հասկանում եք, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսել Վարդանյանը։ Իդեպ, իշխանական падգամավորներն էլ հակադարձեցին մեկ այլ ճեպազրույցում, որ պարզապես անհեթեթություն է 2018 թվականի հեղափոխությունը արտաքին որևէ ուժերի հետ կապելը։ Գիտեք, եթե մենք ապրենք այլ քաղաքական համակարգում ունենայինք այլ տիպի խորհրդարանական ներկայացվածություն եւ խորհրդարանում ուժեր, գուցե արժեր, որ մենք որպես կառավարող խմբակցության անդամներ մեկնաբանեինք այդ թեմաներին, բայց ցավոք սրտի կամ բարեբախտաբար չգիտեմ, այդ քաղաքական ուժերը, որոնք հիմա բանավեճի մեջ են, պետքա նաեւ գործոն լինեն, որպեսզի իրենց վերաբերյալ այդ բանավեճը հանրային հետաքրքրություն ներկայացնի։ Ես
կարող եմ ցույց տալ արձանագրեր, որ այդ երկու քաղաքական ուժերը միասին վերցրած իրենց աջակիցներով այս դահլիճը հիմա դժվարությամբ կուց լցնեն։ Դրա համար ես չեմ կարծում, որ մենք արժի որ ինչ որ երկար մեկնաբանություններ տանք այդ թիմերի մասին, իսկ թվում է պետք է ուղղակի հայտնի սկեչի հետևելով ասենք մի կռվեք երկուստ էլ ճիշտ եք։ Ու մինչ տեղի էր ունենում բանավեճ, երկխոսություն, ինչպես ուզում եք կոչեք, Հրանտ Բագրատյանը արդարացվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ հրապարակեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործերով վերդիկտը, արդարացնելով Բագրատյանին մեղսագրվող արարքներում։ Բագրատյանին, հիշեցնենք, մեղադրում էին բռնության կոչեր անելու մեջ, որոնք ըստ իրավապահների արվել էին ապրիլի 4-ին ազգային ժողովի մոտ միասին շարժման հրավիրած հանրահավաքում տեղի ունեցած ելույթի ժամանակ։ Քննարկման հետապնդումը Բագրատյանը ինքը պարզապես շինծու էր որակել։ Ընթանանք առաջ։ Այսուհետ երկքաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստանալու են Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական, եթե այլ պետություններում ստացել են 1968 թվականի նոյեմբերի 8-ի ճանապարհային երթևեկության մասի կոնվենցիայի պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ։ Համապատասխան որոշում ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծը մշակել ու կառավարության քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Մարտի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորեշվիլիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը և Մակա Բոջորեշվիլին անդրադարձել են Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին, երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։ Շարունակում ենք քննարկումը Հայաստանը Եվրոմիությունում պաշտպանության հարցերով կցորդ է ունենալու։ Եվրոմիությունում Հայաստանի ներկայացուցչության կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք է ստեղծվելու։ Որոշման նախագիծը ընդգրկված էր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում, այն ընդունվել է, հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգության և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը, նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համապատասխանության կարգով Եվրոպական միությունում կցորդ ներկայացնել, ինչպես նաև Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ նշանակել և հավատարմագրել, ասված է պաշտոնական որոշման մեջ։ Եվ կրկին պաշտոնական լրահոսից փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին։ Անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավոր նոր ուղղություններին, մասնավորապես քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Բարգուշատի թունելը կառուցելու աշխատանքները ֆրանսիական կառավարության ֆինանսավորմամբ և ֆրանսիական առաջատար շինարարական ու ինժեներական ընկերությունների ներգրավմամբ իրականացվելու հնարավորությունները։ Մարտի 5-ին Ինգրիդ Նախիջևան գազատարի բացման պաշտոնական արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը, որը Ադրբեջանի պատմական տարածք է որակվել, ավելի քան 1 դար առաջ անջատվել է երկրի հիմնական մասից և չունի ցամաքային կապ, քանի որ խորհրդային վարչակազմը արևմտյան Զանգեզուրը անջատել է Ադրբեջանից և փոխանցել Հայաստանին։ Այս մտքերն է արտահայտել Ալիևը, Ադրբեջանի նախագահը խոսել է նաև սպառնալիքների լեզվով, սրանով Ալիևը հերթական անգամ տարածքային պահանջ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել է Նախիջևանը, հայերը ցանկանում էին գրավել Նախիջևանը, ինչպես արեցին Ղարաբաղում, հայրս Հեյդար Ալիևը, որ այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանի չգրավման պատճառներից մեկը Նախիջևանի և Թուրքիայի միջև հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում, ամփոփել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր մասին Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան երաս երկաթգծի մարդատար գնացքի և վազ մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորում ստացած 14 և 15-ամյա երեխաների առողջական վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից։ Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան երաս երկաթգծի մարդատար գնացքը և վազ մակնիշի ավտոմեքենան։ վազ 21099 վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, բեռնատար գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը։ Այս ողբերգական պատահարի հետևանքով ցավոք մահացել են վազ 21099-ի վարորդը, նրա կինը, իսկ վիրավորումներ է ստացել 14 և 15-ամյա աղջիկները։ Շարունակում ենք թողարկումը 2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրում գտնվող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության նկատմամբ 4 հողամասերի նկատմամբ։ Այս մասին հայտնում են դատախազությունից, հիշեցնելով, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը, որով անվավեր էր ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող 4 հողամասերի 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել էր դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը։ Միջազգային լրահոսին ընթരാճ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես գիտեք, կարգադրել էր անհապաղ դադարեցնել ռազմական օգնության առաքումը Ուկրաինային, նպատակ ունենալով ստիպել հակամարտող կողմերին խաղաղության բանակցություններ սկսել, ինչի դա կարող է հանգեցնել, մեկնաբանում են Ամերիկայի ձայնի մեր գործընկերները։ Երբ երկուշաբթի ուշ երեկոյան սկսեցին լուրեր տարածվել Կիևին ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության դադարեցման վերաբերյալ, ռուսական անօդաչուները շարունակում էին գրոհել Ուկրաինայի քաղաքները։ Ուկրաինայում կարծում են Վաշինգտոնի նման որոշման հետևանքները ծանր կլինեն։ Սա նշանակում է, որ հազարավոր մարդիկ ուղղակի կզոհվեն։ Տեղափոխվենք Ուկրաինայի արևելք, Պոկրովսկ քաղաքի մոտ, որ ռազմական գործողությունները հատկապես թեժ են։ Մենք կրակում ենք իտալական հաուբիցից, բայց ԱՄՆ-ից ստանում ենք շատ զինամթերք, այդ թվում 105 մմ տրամաչափի արկեր։ Դա ՆԱՏՕ-ի ստանդարտն է, այն օգտագործվում է և Եվրոպայում, և ԱՄՆ-ում։ Արդյոք Եվրոպան կկարողանա մեզ մատակարարել։ Հուսով եմ, այդպես է։ Կարող է Եվրոպան լրացնել ԱՄՆ-ից ստացվող ռազմական օգնության պակասը։ Կան որոշակի համակարգեր սկսած Patriot հրթիռներից մինչև Abrams տանկերի ու Bradley զրահամեքենաների պահեստամասեր, որոնք օգտագործում են ուկրաինացիները և որոնց ստանալու միակ ձևն այն է, որ եվրոպացիները ձեռք բերեն դրանք բաց շուկայում, իսկ դա ժամանակ է պահանջում։ Մյուս կողմից Ուկրաինան այսօր ինքնուրույն ավելի շատ զենք է արտադրում, քան պատերազմի սկզբում էր։ Հավանաբար սպառազինությունների մոտ կեսը, որն այժմ օգտագործում է Ուկրաինան, արտադրվում է սեփական ուկրաինական ռազմական արդյունաբերության կողմից, իսկ մնացածը ԱՄՆ-ի և մյուսների, այդ թվում եվրոպացիների։ Սակայն սպառազինությունից զատ ԱՄՆ-ն տրամադրում է այլ կարևոր աջակցություն։ ԱՄՆ-ն շատ կարևոր դեր է խաղում ուկրաինական ուժերին տեղեկատվության, հետախուզական տեղեկատվության տրամադրման գործում։ Թրամփի վարչակազմի ներկայացմամբ Կիևին ռազմական օգնության դադարեցումը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ն, ոչ ուկրաինացիները չեն կարող անվերջ շարունակել այս պատերազմը, այնպես որ կարևոր է, որ բոլորը նստեն սեղանի շուրջ։ Ի տարբերություն ամերիկյան այս նոր դիրքորոշման, մեծ Բրիտանիայի վարչապետը օրինակ կիրակի հայտարարեց, թե կամավորների կոալիցիան կշարունակի աջակցել Ուկրաինային։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի պնդումը, որ եվրոպացի շատ առաջնորդներ, ովքեր սոցիալական ցանցերում և հանրային մակարդակում աջակցում են Կիևին, բայց իրական կյանքում ավելի թերահավատ են Ուկրաինային ցուցաբերվող օգնության արդյունավետության հարցում, հեռու չէ իրականությունից։ Ինչևէ, նման զարգացումների ֆոնին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի X հարթակում գրառմամբ ուղիղ դիմեց Թրամփի վարչակազմին, թե Ուկրաինան հավատարիմ է խաղաղությանը։ Սակայն ռուսական չդադարող ռմբակոծությունների ներքո ապրող միլիոնավոր ուկրաինացիների համար ԱՄՆ օգնության սառեցումը լուրջ փորձություն է։ Հուսով եմ, նա Թրամփը կփոխի իր միտքը։ Ագրեսիայի զոհը չի կարող ամեն ինչում մեղավոր լինել ու դրան գումարած պատժվել։
Գուցե Եվրոպան ինչ-որ կերպ կարող է օգնել, հույսը հիմա միայն Եվրոպայի վրա է, ուրիշ ոչ ոքի։ Ռուսաստանը միևնույն ժամանակ ողջունել է Ուկրաինայի ռազմական օգնությունը դադարեցնելու Վաշինգտոնի որոշումը, ընդգծելով, թե նման քայլը կարող է օգնել կարգավորել իրավիճակը խաղաղ ճանապարհով։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը եւ կներկայացնենք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համասի գերությունից ազատված իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո պաղեստինյան խմբավորմանը դիմել է վերջնական նախազգուշացումով։ Թրամփը համապատասխան կոչով հանդես է եկել սոցիալական ցանցի իր էջում։ Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե ավելի ուշ, եւ անմիջապես վերադարձրեք ձեր կողմից սպանված մարդկանց բոլոր մարմինները, այլապես ձեզ համար ամեն ինչ ավարտված է։ Ես Իսրայելին ուղարկում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է գործն ավարտին հասցնելու համար։ Համասի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ։ Սա վերջին նախազգուշացումն է ձեզ, գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ այժմ ժամանակն է, որ Համասի ղեկավարությունը լքի Գազայի հատվածը, քանի դեռ հնարավորություն ունի։ Դիմելով Գազայի բնակիչներին, ԱՄՆ նախագահն ասել է, որ նրանց հրաշալի ապագա է սպասվում, բայց ոչ այն դեպքում, եթե իսրայելցի պատանդները ազատ չարձակվեն։ Հենց հիմա ազատեք պատանդներին կամ ձեզ համար դժոխք է սկսվելու, հավելել է Թրամփը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եթերում հայտնվել է ճակատին պատկերված սև խաչով։ Խաչը կաթոլիկ եկեղեցում խորհրդանշում է մեծ պահքի սկիզբը։ Ռուբիոն կաթոլիկ է եւ ընդգծել է Սուրբ Հարության տոնին նախորդող մեծ պահքի կարեւորությունը, այդ օրն ավելի վաղ մասնակցելով պատարագին։ Կրոնական խորհրդանիշներով եթերում հայտնվել է հազվադեպ է նման մակարդակի պետական պաշտոնյաների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի մինչև իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտը 2029 թվականը ավարտին հասցնել ամբողջ ԱՄՆ Մեքսիկա սահմանն ընդգրկող ֆիզիկական սահմանային պատի կառուցումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Տեխաս նահանգի Eagle Pass քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Vance-ը, որին հարավային սահմանով շրջագայության ժամանակ միացել էին ԱՄՆ պաշտպանության նախարարը եւ ազգային հետախուզության տնօրենը, նաեւ առաջարկել է լավ տեխնոլոգիական գործիքներ կիրառում ապօրինի սահմանազատումները կանխելու համար։ Նա մատնանշել է արհեստական բանականության տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ճանաչել սահմանը հատել պատրաստվող մարդուն երկու մղոն հեռավորությունից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նրա հստակ տեսլականի եւ խաղաղության հասնելու ջանքերի համար։ Ուկրաինայի նախագահը համապատասխան ուղերձ է հրապարակել մարտի 6-ին X սոցցանցում։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։ Մենք խորապես գնահատում ենք բոլոր ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային եւ ուժեղացնում Եվրոպայի պաշտպանությունը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա օրերին միասին աշխատելուն խաղաղությանն ուղղված քայլերի վրա։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկվա ուղերձում հայտարարել է, որ ծրագրում է Փարիզում հավաքել Ուկրաինայի համար խաղաղապահ առաքելության ստեղծելու հարցը քննարկող երկրների գլխավոր շտաբների պետերին։ Մարտի 6-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կրիվոյ Ռոգին, հայտնել է Դնեպրոպետրովսկիի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ 4 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը վիրավորվել։ Նրա տվյալներով տուժել է 31 մարդ, այդ թվում նաև երեխա։ 13 վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի վայրում փրկարարները շարունակում են աշխատանքը։ Қырғызստանը Տաջիկստանի հետ սահմանի սահմանագծման շրջանակներում փոխանակել է այն տարածքները, որտեղ պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ են առաջացել։ Այդ մասին հայտարարել է Қырғызստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Ժապարովի խոսքով հողատարածքները, որոնք փոխանակել են երկրները, կամ անկլավներ են, կամ էլ շախմատաձև դասավորված են սահմանի երկայնքով։ Ինչպես հավաստիացրել է Қырғызստանի նախագահը, Տաջիկստանի հետ սահմանի հարցը ընդմիշտ լուծված է։ Փետրվարի 21-ին Բիշքեքի եւ Դուշանբեի միջև ստորագրվել է փաստաթուղթ սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման մասին։ Қырғызստանի եւ Տաջիկստանի միջև պետական սահմանի երկարությունը մոտ 980 կիլոմետր է։ Դրա սահմանազատման շուրջ բանակցությունները շարունակվում են 2022 թվականի դեկտեմբերից։ Հարավային Կորեայում 7 մարդ է վիրավորվել ռազմաօդային ուժերի վարժանքների ժամանակ կործանիչների կողմից ուսումնական տիրույթից դուրս սխալմամբ 8 ռումբ նետելու պատճառով։ Իշխանությունները հայտնել են, որ արկերից մեկն ընկել է ճանապարհին Սեուլից մոտ 40 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Պոչեոն քաղաքի տներից մեկի մոտ, ինչի հետևանքով 7 մարդ, այդ թվում 5 խաղաղ բնակիչ, ստացել են թեթև վնասվածքներ։ Ավերվել է եկեղեցի եւ 6 այլ շինություններ։ Միջադեպից վնասվել է նաեւ բեռնատար ավտոմեքենա։ Բոլոր 7
վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հետաքննություն են անցկացնում միջադեպի առնչությամբ։ Գերատեսչությունից ներողություն են խնդրել խաղաղ բնակիչներին պատճառված վնասի համար։ Չինաստանում խոշորագույն ներքին քաղաքական իրադարձություններից մեկն է։ 3 մեկնարկած նստաշրջանում երկրի վարչապետ Լի Ցյանը հայտարարեց 2025 թվականի տնտեսական աճի նպատակակետը 5%, որն ի դեպ աշխարհի մակարդակով համարվում է բարձր։ Այս նպատակի իրականացման հիմքում տնտեսական աճ ապահովող ներուժն է ու բարենպաստ պայմանները։ Սակայն Չինաստանը լուրջ մարտահրավերների առջև է։ Օրինակ անշարժ գույքի շուկայում արդեն տևական ճգնաժամի հետևանքով տների գները նվազել են, իսկ շենքերը դատարկ են։ Չինական տնտեսության համար լուրջ բացասական հետևանքներ կարող են ունենալ ամերիկյան նոր մաքսատուրքերը, որոնք ունակ են հարվածել Չինաստանի արտահանմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատելիորեն ավելացրել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։ Երեքշաբթի երեկոյան կոնգրեսին ուղղված ուղերձում Թրամփը նահանջի որևէ նշան ցույց չտվեց։ Մյուս երկրները տասնամյակներ շարունակ կիրառել են մաքսատուրքեր մեր դեմ եւ այժմ մեր հերթն է սկսել դրանք կիրառել այդ երկրների դեմ։ Արձագանքելով Չինաստանն իր մաքսատուրքերը սահմանեց ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Դիտորդների խոսքով Պեկինի պատասխանն ընդհանուր առմամբ զուսպ էր։ Չնայած Թրամփի մաքսատուրքերը համընդհանուր էին, Չինաստանի սահմանածը շատ ավելի ընտրողական է եւ ուղղված կոնկրետ ոլորտին եւ ապրանքներին։ Ըստ դիտորդների ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունը նվազեցնելու համար Չինաստանը փորձելու է զարկ տալ ներքին սպառմանը, սակայն այն տևական ժամանակ կպահանջի։ Չինաստանում դեռ գերարտադրություն կա, ուստի արտահանման կարիք կա, իսկ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը ազդեցություն կունենան։ Թե որքան եւ ինչպես Պեկինը կդիմագրավի նոր մարտահրավերներին ցույց կտա, արդյոք Չինաստանի ղեկավարության վստահությունը տնտեսական աճի հարցում համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Եվ քանի որ խոսեցինք Միացյալ Նահանգներից, առաջարկում եմ կապ հաստատել այնտեղ, որտեղ աշխատում է մեր գործընկեր Լիլիթ Ասլանյանը։ Լիլիթ, ողջույն, քեզ եմ փոխանցում խոսքը։ Շնորհակալություն, Ռաֆայել։ Ողջույն, հարգելի հեռուստադիտողներ, առաջիկա րոպեներին հայկիրճ կներկայացնեմ ներամերիկյան սոցիալ-տնտեսական դրահոսի կարևորը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած մաքսատուրքերի աճը Կանադայից եւ Մեքսիկայից ապրանքների ներմուծման համար ուժի մեջ մտավ այս երեքշաբթի։ 25% սակագինը ապրանքների նաև կանադական բնական գազի եւ նավթի ներմուծման համար 10% սակագինը արդեն լարվածություն է առաջացրել ամերիկյան սպառողական շուկայում։ Փորձագետները կանխատեսում են գնաճի նորալիք։ Եթե սպառողները չընդունեն ներմուծվող ապրանքների գների աճը, բիզնեսները ստիպված կլինեն կրճատել գործունեությունը եւ աշխատողներին։ Նախագահ Թրամփը թեև մերժել է մտահոգությունները, որ ներմուծման համար նոր սակագները վճարելու են սպառողները ապրանքների գների բարձրացման միջոցով, հայտարարելով դա միֆ է։ Հնարավոր է, որ ամուր ամերիկյան դոլարը մասամբ մեղմի ծախսերը, սակայն տնտեսական մոդելավորման մեծ մասը ցույց է տալիս, որ սակագները գործնականում կվերածվեն միլիարդավոր դոլարների հարկային ավելացումների ամբողջ երկրում։ Եվ այսպես մանրածախ առևտրի խոշոր հսկայական ընկերություն Target ցանցի գլխավոր տնօրենը արդեն հայտարարել է, որ հաճախորդները ամենայն հավանականությամբ կտեսնեն գների աճ Թրամփի հայտարարած նոր մաքսատուրքերի հետևանքով դրանից հետո։ Պատճառը նա նշել է այն է, որ Target-ի ապրանքները, օրինակ ելակը, ավոկադոն եւ բանանը ներմուծվում են Մեքսիկայից։ Իսկ ահա Chamberlain Distributing ընկերությունը, որը ներկայացնում է 9 տարբեր մեքսիկական գյուղատնտեսական ընկերություններ եւ տարեկան միլիոնավոր արկղապրանք է առաքում Ամերիկայի Միացյալ Նահանգների մանրածախ եւ մեծածախ շուկաներ, հայտարարել է, որ երեքշաբթի օրվանից կբարձրացնի իր ներմուծված բոլոր ապրանքների գները։ Հունվարից սկսած ԱՄՆ մանրածախ առևտրականները արդեն պատրաստվում էին նոր սակագներին։ Ռեստորաններից շատերը, հատկապես մեքսիկական, նախապես հավաքել են չփչացող ապրանքների մեծ պաշարներ գների աճին պատրաստվելու համար։ Կալիֆորնիան հրաժեշտ է տալիս հեռավար, on-line, remote աշխատանքին պետական համակարգում։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է գործադիր հրաման, որը պարտադրում է, որ բոլոր նահանգային գործակալությունները, որոնք շարունակում են առաջարկել հեռավար աշխատանք, պահանջեն նվազագույնը 4 օր
ներկայություն աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Պետական նահանգային աշխատողների համար հրամանը ուժի մեջ կմտնի այս հուլիսի 1-ից։ Բացառություններ կարող են տրամադրվել յուրաքանչյուր դեպքը առանձին գնահատելու արդյունքում։ Աշխատավայրում անձամբ ներկայությունը բոլորիս ավելի ուժեղ է դարձնում առանց բացառության, նշել է նահանգապետ Գևին Նյուսոմը։ Նահանգապետի գրասենյակի տվյալներով շուրջ 95,000 աշխատակից շարունակում են աշխատել հեռավար կամ հիբրիդային ռեժիմով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի հագուստից հանցերից Forever 21-ը կրճատում է մոտ 700 աշխատակից Կալիֆոռնիայում և Փենսիլվանիայում և փակում է իր գլխամասային գրասենյակը Կալիֆոռնիայում, որտեղ մոտ 350 մարդ է աշխատում։ Կալիֆոռնիայում փակման ենթակա Forever 21 խանութները գտնվում են Orange, Riverside, Ontario, Santa Ana, Lakewood և Cerritos քաղաքներում։ Լիկվիդացիոն վաճառքները սկսվել են անցած ամիս, երբ ընկերությունը սկսեց պատրաստվել երկրորդ անգամ սնանկության հայտ ներկայացնելու և պոտենցիալ գնորդ փնտրելու գործընթացին։ Այսօրվա համար այսքանն էի նախատեսել, շնորհակալություն ուշադրության համար և ցտեսություն։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևան քաղաքում մարտի 7-ից 11-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 6-ից 11 աստիճանաբար բարձրանալու է 8-ից 10 աստիճանով։ Ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրատվով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։